Բարև ձեզ, ես Մարգարյան Անահիտն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի նախագծին, ինտեգրված առարկան արվեստն է։ Հավաքագրել եմ տեղեկություններ 5-րդ դարի մասին, մասնակցել եմ բեմականացմանը, ինչպես նաև բուկլետի և խաղի պատրաստմանը։ Բարև ձեզ, ես Խաչատրյան Գագիկն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի նախագծային աշխատանքներին, հավաքագրել եմ տեղեկություններ գրերի գյուտի մասին, մասնակցել եմ խաղերին, բուկլետի պատրաստմանը և մասնակցել եմ նաև բեմականացմանը։ Բարև ձեզ, ես Գևորգյան Արսենն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմության նախագծին, վերցրել եմ տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի մասին և մասնակցել եմ բեմականությանը։ Բարև ձեզ, ես Պետրոսյան Էլենան եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմություն առարկայի ուսումնական նախագծին, ինտեգրված առարկա արվեստի հետ։ Հավաքագրել եմ տեղեկություններ թարգմանչական գործի 5-րդ դարի պատմիչների մասին, մասնակցել եմ բեմականացմանը, նաև Սահիկաշարի բուկլետի և խաղի պատրաստմանը։ Բարև ձեզ, Տիշլյանյան Արեգն եմ, մասնակցում եմ Հայաստանի պատմության նախագծային աշխատանքին, հավաքագրել եմ տեղեկություններ Սաղաթ Բարդել և Ուրեմ Շապու։ Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց հայերեն տառերի։ Նրանք մեր շուրջն են։ Մենք գրում և կարդում ենք հայերեն, բայց միշտ չէ որ այդպես էր։ 7600 տարի առաջ, 4-րդ դարի վերջում Հայաստանում մարդիկ խոսում էին հայերեն, բայց որպես գրավոր լեզու, պետությունը և եկեղեցին օգտագործում էին այլ լեզուներ՝ հունարենը, պարսկերենը, ասորերենը։ Հայերենով գիր և գրականություն ունենալը ազգապահպան խնդիր էր դարձել։ Դա լավ հասկանում էին կաթողիկոս Սահակ Բարդելը և զինվոր հոգևորական պալատական գրագիր Մեսրոպ Մաշտոցը։ Նրանք դիմեցին հայոց առկա Ուրեմ Շապուհին և առաջարկեցին գտնել և վերականգնել հին հայերեն գրերը, որոնք նախկինում կիրառվել էին, բայց հետո ինչ-ինչ պատճառներով արգելվեցին և մոռացվեցին։ Ուրեմ Շապուհ արքան մեծ ոգևորությամբ ընդունեց գաղափարը։ Նրա աջակցությամբ Հայաստան բերվեց հնում օգտագործվող հայոց գրերի տարբերակը 22 տարից բաղկացած։ Երևակի դաշտ, Արարատյան դաշտավայրի սահմանին, 405 թվական, ամառ, արևածագ։ Երևում է Արարատ լեռնազանգվածը։ Մեսրոպ Մաշտոցը ճանապարհի փոշին դեմքին կանգնած է բարձրադիր վայրում և նայում է դեպի հորիզոնը։ Նրա կողքին է Գաթև իշխանը։ Դրանք երկար ու ծանր ճանապարհորդությունից հետո հասնում են Հայաստանի սահմանին։ Մաշտոցի դեմքին խառնված են հոգնությունը, տխրությունը և անսահման սերը։ Այս մագաղաթի վրա գրված է մեր ապագա ընկաթև, 36 գեղեցիկ, կատարյալ, մեր լեզվին հատուկ տառեր, ամեն մի հնչյուն, ամեն մի շեշտ, աստվածային ներշնչանքի արդյունք է։ Գնանք, ժամանակն է ցորենը ցանելու։ Նրանք շարունակում են ճանապարհը դեպի Վաղարշապատ։ Լույսը դառնում է ավելի պայծառ։ Մեծն Սահակ կաթողիկոսի դահլիճը, Վաղարշապատ, նույն օրը կեսօր։ Դահլիճը հանդերձ է, կենտրոնում նստած է կաթողիկոս Սահակ Բարդելը և արքա Ուրեմ Շապուհը։ Նրանց շուրջ հավաքված է ավագանին։ Մուտքի մոտ հայտնվում են Մաշտոցն ու Գաթևը։ Բոլորի հայացքները սևեռված են նրանց վրա։ Լռություն, բոլորը ականջ են դնում, Մաշտոցը հանում է մագաղաթը և բացում այն։ Ցույց տուր մեզ վարդապետ, ցույց տուր այն գործիքը, որ մեզ կդարձնի անկախ ու անվանելի ազգ։ Կալվածք, որ սիրական, ոչ հունական, ոչ պարսկական, միանգամայն յոգեգական, դու մեզ համար ստեղծիր նոր աշխարհ, Մեսրոպ։ Այս է սկիզբը ամեն ինչի, ինչպես Աստված։ Այս է բերում։ Տուն, տաճար, բերդ, այն ամենը ինչ կառուցում ենք։ Գն։ Գիտություն, որ կգա այս տառերով, ամեն մի հնչյուն,
մեր լեզվի նման է, մեր հոգու ձայնի, մեր բնության ձևի։ Այսօրը պետք է հավերժ հիշվի, այսուհետ մեր թագավորությունը կհիմնվի ոչ միայն սրի, այլ գրի ու մտքի վրա։ Իմ առաջին հրամանը բացել դպրոցներ բոլոր գավառներում, որտեղ այս նոր գիրը կսովորացնեն արքայազնից մինչև ռամի։ Ճիշտ է Սարքա, եւ մեր առաջին գործը կլինի թարգմանել Աստվածաշունչը, որպեսզի ամեն մի հայ լսի Տիրոջ խոսքը իր սրտի լեզվով։ Վայր, Էջմիածնի մատուռի բակ, մի քանի օր անց։ Բակում հավաքված են երիտասարդ սաներ, զինվորներ, գյուղացիներ, բոլորը նստած են, նայում են Մաշտոցին, ով կանգնած է մեծ սև տախտակի առջև, որի վրա կավով գրված են հայոց տառերը։ Այսօր դուք դառնում եք պատմության մասնակիցներ, որդիներ։ Այսօր դուք կսովորեք այս տառը։ Այս տառը ան է, այն հնչում է ինչպես զարմանք, ինչպես արևի առաջին շողերը լեռան գագաթից, այն գրում ենք այսպես։ Նա մատով գծեր է քաշում կավե տախտակի վրա, բոլորը լուր բացված աչքերով հետևում են նրա ամեն մի շարժմանը, մի ծեր գյուղացի կերտ կոշտացած մատներով փորձում է կրկնել դառի ձևը օդի մեջ։ Իսկ ինչ է նշանակում։ Այն կարող է նշանակել Աստված։ Այն կարող է նշանակել մայր։ Այն կարող է նշանակել սկիզբ։ Այն ամենի սկիզբն է, ինչ կարող ենք պատկերացնել։ Ազգային ինքնությունը մարդկանց ծիծն է տրված չէ։ Այն մի երևակայական կապ է, որը ստեղծում է ազգի միլիոնավոր ներկայացուցիչներ։ Լեզվի, կրթության, պատմության, մեդիայի միջոցով մենք սկսում ենք զգալ, որ պատկանում ենք որոշակի ազգին կամ խմբին։ Ինչպես անհատի ինքնությունը կարող է փոխվել, օրինակ կուտակած կենսափորձի հիման վրա, այնպես էլ ազգի ինքնությունը կարող է փոփոխվել։ Օրինակ, մինչև քրիստոնեության ընդունումը հայերը հեթանոսական ինքնություն ունեին։ Այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր հայի համար Արամազդը և Անահիտը կարևոր աստվածներ էին, սակայն քրիստոնեության ընդունումից հետո այդ արժեքները փոխվեցին նոր քրիստոնեական արժեքներով։ Հայ գրերի գյուտը դարձավ ոսկեդարի հիմքը։ Սակայն ազգային ինքնությունը կարող է բախվել բազմաթիվ մարտահրավերների, ինչպիսիք են օտար տիրապետությունը, մշակութային ձուլումը, ներքին բաժանվածությունը և այլն։ Այս մարտահրավերները կարող են վտանգել լեզուն, ավանդույթները, մշակույթը և ընդհանուր արժեքները, որոնք կազմում են ինքնության հիմնասյուները։ Այնուամենայնիվ, ազգերը ունակ են հաղթահարելու նման խոչընդոտները, պահպանելով իրենց լեզուն, մշակույթը և պատմությունը կրթական միջոցառումների միջոցով։ Բոլոր ժամանակներում հասարակությունն ունեցել է ազգային ինքնություն, սպառացող մարտահրավերներ։ Այդ գործում մեծ դեր խաղացել ազգային ինքնությունը, մշակույթը և կրթության զարգացումը։ Հայ ժողովուրդը բախվեց այդպիսի մարտահրավերի, երբ Պարսկաստանը և Բյուզանդիան ուզում էին խլել հայերի կրոնը։ 405 թվականին գրերի ստեղծումը դարձավ հայ ժողովրդի մշակութային պահպանման զոր միջոց։ Հայոց գրերի ստեղծումը հիմք դրեց հայ ժողովրդի ինքնության երկու կարևորությունները՝ մշակութային և կրոնական յուրահատկությունների ձևավորումը։ Հայ գրերի ստեղծումը պայմանավորված էր արտաքին և ներքին մի շարք մարտահրավերներով, որին բախվեց հայ ժողովուրդը 4-րդ դարում։ Մեսրոպ Մաշտոցն, ով բազմակողմանի գիտելիքներով օժտված հոգևորական և գիտնական էր, իր գործունեության ընթացքում զգաց ազգային ձուլման վտանգ։ 394 թվականին նա ձեռնադրվեց կուսակրոն քահանա և մեկնեց Գողթոն գավառ, որտեղ քրիստոնեության տարածումը մեծ դժվարությունների էր բախվում։ Այս փորձը նրան ցույց տվեց, որ անհրաժեշտ է հայոց լեզվի համար ստեղծել սեփական այբուբեն, որը կարևոր գործիք կդառնար քարոզիչների համար։ Կաթողիկոս Սահակ Պարթևը աջակցեց այս գաղափարին և նրանք երկուսով այն ներկայացրին արքա Վռամշապուհին, ով նույնպես համաձայն էր դրա հետ։ Այսպիսով, Մաշտոցը շրջեց իր ժամանակի նշանավոր ուսումնական կենտրոններում, որպեսզի համեմատի տարբեր այբուբենների հնչյունական համակարգերը։ Այսպիսով 405 թվականին Մաշտոցը ստեղծեց մի նոր բացառիկ այբուբեն, տառերին տրվեցին հատուկ անուններ՝ այ, բեն, գիմ, դ և այլն, և դասավորվեցին մոտավորապես հունական այբուբենի հաջորդականությամբ։
Հայերեն թարգմանված առաջին նախադասությունն է ճանաչել զիմաստություն և սխրատ, իմանալ սպանս հանճարով։ Մաշտոցը 405 թվականին իր համախոհների հետ միասին վերադարձավ Հայաստան և նրանց դիմավորեցին արքան, կաթողիկոսը և ժողովուրդը։ 5-րդ դարի առաջին կեսին է ձևավորվել պատմագրությունը, որը վերածվեց քաղաքական և գաղափարական միջոցի։